բոլոր երկրի ղեկավարները պետք է գործեն իրենց պետական եւ ազգային շահից։ Հարցը առաջանում մեր պետական եւ ազգային շահը մեր ներկայ իշխանությունները գիտակցում են արդյոք։ Եթե գիտակցում են, այդ դեպքում ոնց կարող ես դու քո երկրի սուվերեն տարածքը տաս մեկ ուրիշ պետության երկարատև ժամկետով ու դրա դիմաց ստանաս ոչինչ։ Ստանաս միայն իբր խաղաղության ինչ-որ սենց գավաթ, պրիզ։ Միթե երկրի ղեկավարը, ով պետք է պատասխանատու լինի պետականության, տարածքային ամբողջականության, ժողովրդի անվտանգության համար, ինքը մի մոլուցքի մեջ է, որ ինքը ասել է մի հարթակի, մի հնարավորության, որ Աբի Դաբիում առաջի քայլը արվեց, իրեն տրվեց ինչ-որ մի մրցանակ։ Եվ հիմա այդ խելագար մոլուցքով պետք է շարունակել ոչինչ չխոսել, ոչինչ չանել, լռեք, որպեսզի չկորցնենք, լռեք, որպեսզի պատերազմ չլինի, լռեք, որպեսզի ոչ մի բանականություն ունեցող մարդ պատերազմ չի ցանկանում ընդհանրապես։ Բայց եթե դու չունես քո պետական եւ ազգային շահը եւ դու չունես այն համապատասխան գործիքները, այն ինստիտուտները, որոնք կարողանում են անվտանգության երաշխավոր լինել, իսկ անվտանգության երաշխավորը միայն ու միայն կարող է լինի հայոց բանակը եւ հայ ժողովուրդը համախմբված։ Երբ որ հայ ժողովուրդը պառակտված է, երբ որ հայոց բանակը պառակտված է, չի կարող լինի անվտանգության երաշխավոր։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից կգան, որ աշխարհի ծերից կգան, արևմուտքից կգան, հյուսիսից կգան, որտեղից կգան, հիշեք, մեր շահը մեզանից բարձր պահող ոչ մեկ չկա։ Յուրաքանչյուրը իր շահը կգտնի մեր միջոցով, մեր հարևանների հոխորտացող հարևանների միջոցով, ովքեր դեռ հոխորտում են մեր արդեն մայրաքաղաքի մասին, կոչելով Արևմտյան Ադրբեջան եւ այլ, բոլորը իրենց շահը կգտնեն մյուսների միջոցով, եթե մենք մեր շահը չպահենք։ Իսկ այսօր ակնհայտ բոլոր տեսակի բանակցությունները, ինչ տեսակի ուզում է լինի, ովքեր ուզում են գան, որ պաշտոնյաներն ուզում են գան, որտեղ խնդիրը մեր անձը չի, տվյալ պաշտոնյան չի, տվյալ երկրի այդ կողմը չի, խնդիրը մենք ենք, ոնց ենք մենք մեր խնդիրը ներկայացնում եւ ինչքան ենք մենք պատրաստ մեր շահը պահելու։ Սա է մեր խնդիրը, իսկ բացահայտ գիտեք անկախ բոլոր ժամանակներից, երբ որ քո երկրի ղեկավարը խոսում է առնական, խոսում է համոզված, խոսում է վստահ, խոսում է ու հաթաթա տվող կամ հոխորտացող թշնամուն ասում է խելոք մնա, որովհետև կկորցնես ավելին, եթե ոտնձգություն անես։ Այդ ժողովուրդը անկախ նրանից կոռումպացված ժամանակներ են, ինչպիսի ժամանակներ են, իհարկե շատ վատ է կոռուպցիան, եւ դա իրականում արմատախիլապետ կանել Հայաստանի Հանրապետությունում դա, եւ դա մի հոգու անելիք է, ու դա դժվար բան չի, եթե մեկը առաջին թիվ մեկ պատասխանատուն ինքը կոռումպացված չի կամ չի ընկնում այդ ցանցերի մեջ, բայց ամրություն է պետք, ոգի է պետք։ Իսկ երբ որ ասում են նայեք, եթե հանկարծ մենք չզիջենք, եթե մենք հանկարծ չգնանք զիջումների, մենք հանկարծ բերան բացենք, կլինի պատերազմ, կլինեն զոհեր, կլինեն հասարակությունը անընդհատ վախի մթնոլորտի մեջ պահել, դա առաջնորդի, պետական ու ազգային շահով առաջնորդվողի կարգավիճակ չի, եւ իր հետ յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր պետության ներկայացուցիչ, ով էլ գա բանակցությունների, հավատացած եղեք, որ մեր ազգային եւ պետական շահից չի բխելու, որևիցե այսօրվա ներկայացուցիչների, Հայաստանի ներկայացուցիչների կողմից որևիցե քննարկում բանակցություն չի բխում մեր ազգային ու պետական։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։